Our classic. Our classic, right? Yes. It's that. Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին, իսկ դրանից ընդամենը 4 օր առաջ անկախությունից ի վեր առաջին անգամ Երևան կժամանեն եվրոպական երկրների առաջնորդները եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։ Հայաստանը ցավոք սրտի պետք է ասեմ, ուղղակի այս իշխանությունների ձեռքով դարձնում են մարմնավաճառ։ Գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում այն էլ հենց հիմա բացահայտ նախընտրական օգնություն է Փաշինյանին, ասում է Հայաստան դաշինքի падգամավոր Գեղամ Մանուկյանն ու ընդգծում. Եվրոպան հենց այնպես անշահախնդիր չի աջակցում Հայաստանի իշխանություններին։ Այս իշխանություններով ակնկալիքը եվրոպացիների նոր միջակայք բացել դեպի Ռուսաստան եւ իրականում գագաթնաժողովը, որը տեղի ունենալու Հայաստանը այս իշխանությունների ձեռքով դառնում է պատերազմի դաշտ, պատերազմի մեջ է հայտնվում Հայաստանը, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չի, թե այն հռետորաբանությունը, որը հնչելու է գագաթնաժողովում, ինչպիսի ազդեցություն է ունենալու նաև Ռուսաստանի վրա։ Եվրամիությունն այս քայլով անթաքույց աջակցում է Փաշինյանին, օգնելով նրան հաղթել այս ընտրություններում, համոզված է նաև ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը, իսկ դա, ասում է, հեռու գնացող նպատակ ունի։ Թե Նիկոլ Փաշինյանի թիմը, թե Եվրամիությունը ձգտում են դուրս շպրտել Ռուսաստանը Հարավային Կովկասից եւ այս գործընթացը նոր չէ, որ սկսվել է։ Մոսկվայի համար որևէ նոր բան չկա, տեղի է ունենում այն, ինչը կանխատեսելի էր։ Անցնող ամիսներին գրեթե բոլոր արտաքին խաղացողներն իրենց աջակցությունն են հայտնել Փաշինյանին։ Եվրոպական գագաթնաժողովի անցկացումից զատ Բրյուսելը նոր առաքելություն է գործուղում Երևան օգնելու կառավարությանը պաշտպանվելու ռուսական միջամտություններից, որոնց մեջ անընդհատ մեղադրում են Մոսկվային։ 3 ամիս առաջ Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն էր Փաշինյանին աջակցող հայտարարություն արել նաև, ավելի վաղ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Ինչու է այդ դեպքում խորհրդավոր լռություն պահպանում Մոսկվան, եթե մնացած բոլորը փաստացի միջամտում են Հայաստանում սպասվող ընտրություններին։ Ռուս փորձագետը պնդում է, իրենք նման ցանկություն չունեն։ Ну вот причем здесь спрашивается Венс или Хакан Фидан. Ինչ գործ ունեն այս ամենի հետ Վենսը, Հական Ֆիդանը, Ալիևը, Մակրոնը, եթե հայ ընտրողները պետք է որոշեն, ով ղեկավարի Հայաստանը հետագա 5 տարիներին։ Պուտինը հստակ ասաց, Մոսկվան կողմ է ցանկացած տարբերակի, որը կբխի հայ ժողովրդի շահերից, բայց նաև ասաց, որ եկեք հավասար պայմաններ ապահովենք ընտրություններին մասնակցող մյուս ուժերի համար։ Եթե միայն մենք ենք մնացել, որ հավատում ենք Հայաստանի ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը, ցավալի է շատ, բայց դա չի նշանակում, որ մենք Միացյալ Նահանգների, Եվրամիության, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետևից պետք է ասենք, թե արհամարում ենք Հայաստանի անկախությունն էլ, ժողովրդավարությունն էլ։ Показывать Армении, что мы в ее суверенитет и мнение ее избирателей ни во что не ставим. Արդյոք Կրեմլում կուզեին այլ ղեկավարության հետ աշխատել Հայաստանում, եթե Փաշինյանն իրոք նպատակ ունի ի վերջո խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մոսկվան պատրաստ է աշխատել ցանկացածի հետ, ասում է Սիլաևը։ Слушайте, ну если он выиграет выборы, нам в любом случае... Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, մենք ցանկացած դեպքում ստիպված կլինենք համագործակցել նրա հետ, ուրիշ ինչ տարբերակ կա։ Եվ հետո, չնայած Երևանից Մոսկվայի հասցեին հնչող բոլոր մեղադրանքներին, բոլոր կամուրջներն այրված չեն։ Այդ պատճառով էլ փողվարչապետ Օվերչուկն իր հարցազրույցում ասում էր. կան հարցեր, որոնք խոչընդոտում են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը։ Եկեք հասկանանք, ինչ անել, չէր ասում, մենք ուզում ենք այս կամ այն մարդը գա իշխանության Հայաստանում։ Мы хотим, чтобы этот человек был премьер-министром Армении. Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, հայ-ռուսական հարաբերություններն ավելի խորը ճգնաժամի մեջ են հայտնվելու եւ ներկայիս կուրսը շարունակելու դեպքում Մոսկվան պատժիչ գործողությունների կանցնի, կարծում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Եթե դուք մեր հետ չեք, մեր դեմ եք, եկեք ուրեմն վերանայենք գազի գները, եկեք վերանայենք հոսանքի գները, եկեք վերանայենք, չգիտեմ, հունգայի ռեսուրսների գները, արտաքին առևտրի ծավալների հետ կապված եւ այլն բազմաթիվ այլ հանգամանքներ, հա։ Եվ մեր խնդիրը ուղղակի ռուսական ընկալման բազմից եմ ասել, հա, ընտանեկան է։ Մենք Ռուսաստանին ընկալում ենք որպես մեզ հայր, հորողբեր, քերի, որոնք պարտավորվածություններ ունեն անգամ մեր հաճախ ամբարո պահվածքի, չգիտեմ, անկարգ պահվածքի, այլանդակ պահվածքի արդյունքում այնուամենայնիվ ներել, կուլ տալ եւ շարունակել մեզ, այսպես ասած, տիրություն անել, օժանդակել, չգիտեմ, օգնել եւ այլն։ Այդպես չի քաղաքականությունը բացարձակ այդպես չի։ Ընդդիմադիր ուժերը, որոնք առանց այդ էլ անհավասար պայմաններում են ընտրարշավի մեջ մտնում իշխանության հետ, հիմա շատ ավելի բարդ վիճակում են հայտնվելու Եվրամիության կողմից Փաշինյանին ցուցաբերվող աջակցության պատճառով, ասում է ընդդիմադիր падգամավորը։ Հասկանալի է, որ իշխանության այդ ֆեյքերի, պոակների, այդ ամբողջ քարոզչական մեքենայի մաս է դառնալու եւ ուղղակի ծառայելու է իշխանությունների։
Մայիսի 4-ից 5-ը Երևանում առաջին անգամ անցկացվելու է նաև Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Երկու այս խոշոր հավաքներին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն Ֆրանսիայի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Երևան կժամանեն նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Թե ինչ մակարդակով կմասնակցեն մնացած երկրները դեռևս հայտնի չէ։ Մակրոնն ու Փաշինյանը ի դեպ հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքելու եւ Ֆրանսիան դառնալու է եվրոպական առաջին երկիրը, որի հետ Հայաստանը նման փաստաթուղթ է ստորագրում։ Հայ-ֆրանսիական հարաբերությունները միշտ էլ բարձր մակարդակի վրա են եղել, ասում է Մանուկյանը, հիշեցնում Ժակ Շիրակի այցը Հայաստան 2006 թվականին ու նկատում Մակրոնի մոտիվացիան հիմա այլ է։ Ցավոք սրտի Արցախն ուրանալու մեջ գլխավոր դերակատարներից ճարտարապետներից մեկը Մակրոնը հավելյալ աջակցություն է փորձում ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին, բայց շատ ժամանակավոր է այդ ամեն ինչը։ Թերևս բաց է մնում մեկ հարց միայն. Էրդողանն ու Ալիևը կընդունեն Փաշինյանի հրավերը։ Կգան Երևան Հայաստանի ու տարածաշրջանի համար վճռորոշ ընտրությունների նախաշեմին, թե ոչ։ Բաքվից ու Անկարայից դեռևս արձագանք չկա։